Հաղորդման գլխավոր հովանավորն է Ասեկոսե.am կայքը։ Հաղորդման գործընկեր, նավավար ձկնալի ըմպելարան, հասցե Արամի 42 կոտորակ 1, առաջին հարկ, իսկական նավահանգստային միջավայր Լեռներում։ Հաղորդման գործընկեր, Ժան-Պոլ էկզիստենցիալ սրճարան, հասցե Արամի 42 կոտորակ 1, երկրորդ հարկ, վայր, որտեղ գերակա է զրույցը, որտեղ արվեստն ու չարվեստը թափառում են սենյակից սենյակ։ Հաղորդման գործընկեր, անտիկյան ցուցասրահ, հասցե Պուշկինի 33 կոտորակ 21։ Նրա վերաբերյալ կարծրատիպերը միշտ էլ շատ են եղել, նրան հաճախ են սխալ ընկալել և սխալ մեկնաբանել, իսկ թե ինչպիսին է նա իրականում, ինչի մասին է մտածում և երազում քիչ անց։ Բարև ձեզ, շնորհակալ եմ, որ ընդունել եք հաղորդման հրավերը։ Ողջույն, ես նույնպես Լիլիթ ջան, շնորհակալ եմ հրավերքի համար։ Սյուզի, երբ ես նախապատրաստում էի մեր հարցազրույցին եւ որոշակի ուսումնասիրություններ էի կատարում, հասկացա, որ իրականում երբ նոր եք սկսել ձեր գործունեությունը որպես երգչուհի, ձեր վերաբերյալ կար մի ընկալում, որ դուք ինչ էլ կատարեք, որքան էլ ձեր երգերը մասսայական լինեն, միևնույն է, մարդիկ սիրում էին, այդ ժամանակ չկար համացանց, բայց քննարկում էին այսպես սուրճի սեղանի շուրջ, որ այդ ամենը չէր լինի, եթե չլիներ Սյուզի Մելիքյանի հայրիկը։ Շատ էր այդ ամենը քննարկվել եւ հետաքրքիր է տարիներ անց ըստ ձեզ հաջողվեց կորտրել այդ կարծրատիպը ձեր վերաբերյալ։ Շատ սխալ կարծրատիպ է ստեղծվել, ասեմ, որովհետեւ ես երբ որ սկսեցի երգել, իհարկե յուրաքանչյուր մարդու կողքին իր ծնողները կանգնած են լինում, եւ իմ կողքին նույնպես եւ հայրս եւ մայրս կանգնած են եղել։ Ես կարծում եմ, որ դա ինչ որ մարդիկ ուզեցել են ուղղակի այդպես տեսնել, որովհետև իմ դեպքում ես ունեցել եմ ցանկություն, ունեցել եմ պոտենցիալ հայ երգելու, դրա համար երգին եմ հակված եղել եւ այդ համաձայն եք, որ այդ ընկալումը այնուամենայնիվ կար, որ մարդիկ ձեզ ընկալում են, կարծես թե դուք գլամուրային երգչուհի եք, ով պարզապես չեմ սիրում այդ ժամանակին միգուցե այդպես ընկալել են, բայց ես կարծում եմ, որ այժմ այդ կարծրատիպը չկա, որովհետև ես հասարակ մարդ եմ, այդ գլամուր բառը ես միշտ չեմ սիրել։ Ամեն անգամ հարցազրույցներից եւ ասում են գլամուրային, իմ համար դա ձևական, կեղծ մի բառ է։ Ես ուղղակի մարդ եմ, ով սիրում է գեղեցիկը, ով սիրում է Իսկ դուք ինչ արեցիք, որպեսզի ժամանակի ընթացքում այդ կարծրատիպերը կոտրվեն։ Թե դա տեղի ունեցավ ինքնըստինքյան։ Ես կարծում եմ, որ իմ մարդկային տեսակի հատկանիշները մարդիկ իմանալով, այսպես ծանոթանալով ինձ հետ միգուցե շատերը չգիտեին, ինձ միգուցե հարցազրույցների միջոցով ճանաչեցին, միգուցե այսպես լսեցին իմ մասին, որ ես այդպիսի մարդ չեմ եւ չկա իմ մեջ այդ ճոխության հանդեպ հակվածությունը, ես չունեմ դա։ Լավ, դուք նշում եք, որ մարդիկ հասկացան, որ դուք հակված չեք այդ ճոխությունը ցուցադրելու, բայց այդ դեպքում ըստ ինչու հենց ձեր վերաբերյալ ստեղծվեց այդ ամենը։ Ես կարծում եմ, որ դա ի սկզբանե եկավ այն ժամանակ, երբ որ սկսեցին խոսել, որ հայրիկը օգնում է, հա, էլի հայրիկը կարող է օգնել, էլի սատար կանգնել, բայց սա մի խոսքով կարճ ասած, այս գլամուրային բառը ես չեմ ուզում, որ ինձ վերագրեն, որովհետև ես պարզ մարդ եմ եւ այդպես ճոխությունների հետևից գնացող չեմ։ Ես ուղղակի պարզ հասարակ մարդ եմ, ով սիրում է գեղեցիկը։ Իսկ չեք մտածում, որ միգուցե դուք ներկայացել եք ոչ ճիշտ ձևով, այդ տեղից էլ եղել էին խոսակցությունները։ Ես չեմ կարծում, որ ես ոչ ճիշտ ձևով եմ ներկայացել, որովհետև ես արել եմ այն, ինչ սիրում եմ, արել եմ այն, ինչ կա իմ մեջ, նույն երգերի տեսքով, բայց առհասարակ միգուցե այդ խոսակցությունները եկել են այլ
տեղերից, որը որ սխալ կարծիք է իմ մասին կազմել, բայց ես վստահ եմ, որ մարդիկ շատ հարցազրույցների, շատ տեղերից լսելով իմ մասին այլ կարծիք են կազմել, որովհետև դա միանշանակ սխալ կարծիք էր իմ մասին։ Դուք այսօր այդ խոսակցությունների մասին բավական հանգիստ եք խոսում, սակայն ես հիշում եմ, որ ժամանակին խոստովանում եք, որ կար փուլ, երբ արտասվում եք այդ քննադատություններից, խոսակցություններից, ինչպես հաղթահարեցիք այդ փուլը ձեր կյանքում։ Ես ասեմ, որ ես շատ ապրումներ եմ ունեցել, ճանաչվածության ճանապարհին գնալով շատ դժվարություններ եմ անցել։ Ինչ տեսակ։ Ճանաչված լինելու ճանապարհին։ Ես Դե ի սկզբանե դժվար է լսել թեկուզ բացասականը քո մասին, որովհետև երբ որ դու մտնում ես այդ ասպարեզ, շատ կան նաև բացասական, դու պիտի տրամադրված լինես, դու պիտի ուժեղ լինես, բայց ես այդ ժամանակ ուժեղ չէի։ Եվ շատ ապրումներ եմ տարել, անգամ հասել է նրան, որ արտասվել եմ, նեղվել եմ, չեմ ուզեցել երգել անգամ, հիասթափվել եմ նաև, բայց ընկերներս, ծնողներս իմ կողքին լինելով ինձ միշտ ասել են, որ դրականն էլ կլինի, բացասականն էլ, այսինքն սրան պետք չի, ֆիքսվել։ Եվ այդպես ես ուժերս հավաքեցի եւ հասկացա, որ կյանքում բացասականի հետ նաև դրականն է եւ դրականը ինձ ավելի շատ ուժ տվեց, որովհետեւ իմ երկրպագուները շատ հավատարիմ են միշտ ինձ եղել մինչ այսօր եւ նրանք ինձ շատ ուժ են տալիս, որ ես նորից ստեղծագործեմ։ Տեսեք, Սյուզի, երբ նոր եք սկսել, այդ ժամանակ չկար համացանցվածը Հայաստանում, համենայն դեպս նոր էր սկսում զարգանալ։ Եւ բնականաբար այդ շրջանում խոսակցությունները այլ բնույթ էին։ Այսօր արդեն կա հստակ հարթակ, որտեղ քննադատությունները պարբերաբար հնչում են։ Պետք է փաստենք, որ դուք այն երգչիներից եք, ում հաջողվել է պարբերաբար ուշադրություն գրավել։ Եվ այդ թվում նաև քննադատվել առ այսօր։ Քննարկում են ձեր արտաքինը, քննարկում են ձեր երգերը, փորձում են հասկանալ, կարծիքներ եմ օրինակ ես լսում, որ Սյուզի Մելիքյանի համար չէ երգելը եւ նա պետք է այլ մասնագիտությամբ իրեն դրսևորի, գուցե գեղեցիկ աղջիկ է։ Ինչ եք կարծում այսօր դուք այդ ամենի հետ բնականաբար չեք համաձայնի, բայց դուք հետևում եք մեկնաբանություններին, թե փորձել եք այսպես պատներ ստեղծել եւ այդ ամենը անտեսել։ Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր երգիչ էլ ունի իր կողքին եւ մարդիկ, ովքեր որ չեն սիրում, եւ մարդիկ, ովքեր որ սիրում են։ Իմ դեպքում մարդիկ, ովքեր որ ինձ սիրում են, ես կարծում եմ, որ շատ ավելի շատ են, քան նրանք, ովքեր չեն սիրում։ Ես ավելի շատ դրական մարդկանց կարծիքներն եմ կարդում, բացասական ինձ կոնկրետ ոչ մի տեսակի այս վերջին շրջանում հատկապես կարծիքներ ընդհանրապես չեմ նկատում եւ ներողություն չեք նկատում, թե չեք ցանկանում նկատել։ Դե միգուցե չեմ ցանկանում նկատել եւ չեմ նկատում, դա էլ կա, բայց ամեն դեպքում ես հիմա այս պահին կոնկրետ այս ժամանակահատվածում ես շատ նորմալ եմ նայում բացասական մարդկանց կարծիքներին, որովհետեւ երբ որ կա դրականը, կա նաեւ բացասականը։ Անկամ բամբասանք էլ լսելուց իմ մասին գալիս, այսինքն ինձ փորձում են ասել բամբասանք, անկամ բամբասանքը թեթև եմ տանում։ Իսկ որ բամբասանքն է ժամանակին ձեզ ավելի վիրավորում եւ խոցում։ Ձեր արտաքինի հետ կապված էին քննարկումներ շատ եղել եւ առ այսօր կան։ Ձեր մասնագիտական ունակությունների, ձեր երգերի որ բամբասանքներ ձեզ իսկապես։ Ես կարծում եմ, որ երգերի առումով բամբասանքներ եւ քննադատություններ գուցե բառը։ Քննադատություններ, ուրեմն երբ որ մարդ ունենում է ինչ որ գեղեցիկ արտաքին կամ միշտ փորձում են վերագրել, որ այդ գեղեցիկ արտաքինն է միայն որ շահում է, բայց ես կարծում եմ, որ մարդ եթե ցանկություն ունի ապացուցելու, որ միայն դա չէ, այլ մարդ ունի խորը հոգի, կարողանում է իր երգերի մեջ ներդնել այդ հոգին, իր երգերով հուզել դիմացինին, սա արդեն մարդկանց մոտ փոխում է քո մասին կարծիքը։ Իսկ դա դու չես կարող անել մի անգամից, դա ժամանակի խնդիր է, դու դա փորձում ես ճիշտ ներկայացնել մարդկանց, որպեսզի նրանք հասկանան, թե դու ինչ տեսակի մարդ ես, նույն քո երգերով։ Ես ուղղակի փորձում եմ ներկայանալ այնպիսին, ինչպիսին որ կամ ժամանակին օրինակ ես հարցազրույցների շատ քիչ էի գնում, բայց հիմա կարծում եմ, որ ճիշտ է գնալ, որովհետև շատ մարդիկ սխալ կարծիք են քո մասին կազմում, օրինակ շատերը կան, որ ասում են Սյուզ օրինակ միջև քո խոսելը մենք մտածում ենք դու նենց գոռոզ աղջիկ ես, հետո քո հետ շփվելով հասկանում ենք, որ դու շատ հասարակ, պարզ եւ մարդկային, տեսակ ես, եւ սա ես ժամանակի ընթացքում հասկացա, որ ճիշտ է հարցազրույցների գնալ եւ իրականում
խոսել, հա, քո մարդկային, քո կերպարի ու քո տեսակի մասին։ Դուք քիչ առաջ նշեցիք, որ ժամանակին եղել էր շրջաններ ձեր կյանքում, երբ հասկացել եք, որ ցանկանում եք այլևս չերկել։ Բայց այստեղից հարց է առաջանում։ Տեսեք, դուք դադարներով եք հանդես գալիս եւ պարբերաբար, եթե չեմ սխալվում, ձեր գործունեության ընթացքում եղել է շրջաններ, երբ դուք օրինակ մեկ այլ աշխատանքեր եք կատարել, թեկուզ եւ մասնագիտական բուն ձեր մասնագիտությամբ եւ ներկայումս էլ հանդես եք գալիս որպես դիմահարդար։ Սա ինչ է ստացվում։ Դուք փորձում եք ձեզ գտնել այլ ոլորտներում, երգը ձեզ չի բավականացնում կամ դուք ձեզ լիարժեք երջանիկ չեք զգում երգի մեջ։ Չէ, ես ինձ շատ լիարժեք երջանիկ եմ զգում, որովհետեւ էլի եմ ասում, կողքին կան մարդիկ, հավատարիմ երկրպագուներ, ես ինձ բավականին լիարժեք եմ զգում։ Ուղղակի ինձ պետք էր երկրորդ մասնագիտություն, որը ես սիրում եմ շատ։ Եվ մանուկ հասակից վրցինների հետ սեր եմ ունեցել, սիրել եմ նկարել եւ սա եկավ նրան, որ ես զբաղվեցի դիմահարդարմամբ։ Դիմահարդարման ոլորտի մեջ նույնպես միշտ մասնագիտանում եմ եւ այս ոլորտում նույնպես կլինեն նորություններ։ Ես աշխատում եմ եւ նաեւ դասավանդում եմ։ Երկարվեստում, բայց կարծես դադար ունեք, թեպետ վերջերս եք ներկայացրել ձեր տեսահոլովակը, բայց մինչ այդ դրան նախորդել էր լռությունը։ Ես միշտ լռության մեջ գտնում եմ իմաստ։ Ես չեմ սիրում անընդհատ հոգնեցնել հանդիսատեսին։ Ես սիրում եմ միշտ, որ ինձանով հետաքրքրվեն, նոր ես ներկայանամ։ Ես ինքս իմ բնույթով եմ այդպեսին, այսինքն սա այն խնդիրն է, որ նախ առաջինը երգերը ստեղծելուց ես շատ մանրակրկիտ եմ մոտենում, ինձ համար երգը դա պատմություն է, դա ապրում է, եւ ես չեմ կարողանում 10 օրվա մեջ երգ ստեղծել եւ ներկայացնել, երգ ունենալ եւ ես շատ երկար եմ աշխատում երգերի վրա։ Սա էլ է պատճառը, որ լռությունը կա, այսինքն լռություն լինում է, հա։ Եվ այդ լռության մեջ նաև ես ունեմ իմաստ, որպեսզի միշտ ինձ սպասեն, միշտ կարոտեն եւ ես էլ ներկայանալուց հաճույք ստանամ, որ այդ կարոտը եւ այդ սերը նրանցից ստանամ։ Դուք ներկայացրեցիք ամիսներ առաջ ինձ գրկիր տեսահոլովակը եւ քիչ առաջ էլ նշեցիք, որ ամեն մի երգ պետք է ունենա պատմություն։ Դուք չեք երգում հենց այնպես։ Այս դեպքում նորություն չեմ ասի եւ այս մասին արդեն հասցրել եք խոսել։ Շատերը դա վերագրեցին, որ իբրև թե ձեր պատմությունն է։ Այդ երգը բավական զգացմունքային էր ստացվել եւ հետաքրքիր է, երգը հանդիսատեսին ներկայացնելուց առաջ դուք այդ միտումը ունեք, որ այս երգը նույնականացնեն ձեր կյանքի այս փուլի հետ։ Իհարկե ունեի եւ ես նորմալ եմ վերագրում, որովհետեւ ամեն երկ ինձ հետ են կապում, բայց ես այս երգի մեջ իհարկե կան տողեր նաեւ որ ինձ հետ են կապված, բայց ոչ բոլոր երգի իմաստ, այսինքն բուն իմաստ այնպես չի որ լիովին ինձ հետ է կապված, բայց երգի մեջ կան տողեր, ես կարծում եմ որ յուրաքանչյուր աղջիկ ապրումներ տանում է եւ միգուցե եւ դա շատերը չեն տեսնում միգուցե եւ փորձում ես միշտ ուժեղ ներկայանալ, բայց աղջիկների մասին է առհասարակ խոսքը, որովհետեւ միշտ երբ որ ուժեղ տեսակ ես լինում, փորձում ես, հա, միշտ թաքցնել այն ամենը, ինչ դու ապրում ես։ Եվ այս երգի միջոցով ես ուզեցի արտահայտել այն, որ միշտ ամենաուժեղ կինն էլ անգամ կարիք ունի, որ նրան գրկեն։ Եվ այս երգի միջոցով կարծում եմ, որ կարողացա հասցնել այն աղջիկների, այն մարդկային տեսակի ապրումը, որ յուրաքանչյուր կին, թե ուժեղ, թե թույլ կին ուզում է, որպեսզի իրեն գրկեն եւ պաշտպանեն կյանքի բոլոր փորձություններից։ Պետք է փաստենք, որ վերջի շրջանում կարծում եմ դուք էլ գիտեք, որ ամենաշատը շահարկվում է ձեր անձնական կյանքը։ Խոսակցություններ, բամբասանքներ կրկին եւ չեմ կարող չարցնել։ Նախ քննարկում էին ձեր ամուսնությունը, ապա սկսեցին քննարկել ձեր ամուսնալուծությունը։ Երբեք չեք հերքել, բայց չեք էլ հաստատել։ Գուցե ժամանակն է խոսել այդ մասին եւ ներկայացնել ինչ կա իրականում, որովհետեւ միևնույն է այդ բամբասանքները չեն դադարում, գուցե ժամանակն է որպես հանրային մարդ, ում կյանքով շատերն են հետաքրքրում, վերջակետ դնեք այդ ամենին։
Ոյ, ես ճիշտ ասած չեմ ուզենա էլի իմ անձնական կյանքին վերադառնալ, որովհետև սա իմ փակ թեման է եւ ես չեմ ուզում, որ հա մարդիկ ինչ որ այս թեմայի շուրջ անընդհատ փորձեն հետաքրքրվել։ Սա իմ փակ թեման է, ես ուզում եմ, որ սա այս թեման փակ մնա եւ դա լինի միայն իմը։ Այսինքն կրկին չեք հերքում, չեք հաստատում։ Կրկին չեմ հերքում, չեմ հաստատում, ուղղակի ասում եմ, որ փառք Աստծո ինձ մոտ ամեն ինչ նորմալ է։ Այսինքն դուք պատրաստ եք, որ այդ շղթան խոսակցությունների շարունակվի։ Ես չեմ ուզում, որ շղթան շարունակվի, ուղղակի չեմ էլ ուզում, որ խորացում ստանա, հա, այս թեման, որովհետև սա այն թեման է, որը որ միայն իմն է։ Ես պատրաստ եմ, որ քննարկում են, ես տարել եմ նորից եմ ասում, այդ ապրումները, այդ, չգիտեմ, արդեն ինձ մոտ իմունիտետ է ձևավորվել եւ ես ուղղակի ուզում եմ, որ սա իմը մնա։ Ինձ ճիշտ հասկացեք, ոչ թե ես ինչ որ փորձում սա շահագործել, որպեսզի մարդիկ ավելի, ես ուզում եմ, որ սա իմը մնա, սա փակ լինի եւ իմ անձնական կյանքը ուզում եմ միայն իմը լինի, ինձ ճիշտ հասկացեք։ Սյուզի, բայց այսպեսի մի միտում եմ նկատել մեր հանրային մարդկանց մոտ։ Մենք պատրաստ ենք, այսինքն մեր հանրային մարդիկ ներկայացնում են իրենց անձնական ամուսնությունը, երեխաներին, այսինքն այն ամենը, ինչ երջանկություն է իրենց պարգևում, եւ այդ ժամանակ անձնականը կարծես թե հանրային է եւ որևէ խնդիր չկա, բայց հակառակ միտումը չենք նկատում։ Սա ինչպես կբացատրեք։ Այսինքն լավը փորձում են ներկայացնել, լավը թաքցնել, չէ, սա մարդկային տեսակի խնդիր է, չկա նման բան։ Եթե դու լավը ներկայացնում ես, այդ թվում եթե առհասարակ ներկայացնում ես, լուսաբանել, չէ, դե թույլ տալով չի իհարկե, ես կարծում եմ, որ հանրային մարդուն, եթե ցանկություն ունենան նկարահանելու, ապա կնկարահանեն։ Բայց մարդկային տեսակ է, եթե դու թույլ ես տալիս ներկայացնում ես լավը, ապա վատն էլ եթե ուզում ես ներկայացնել, իսկ եթե չես ներկայացնում, պիտի առհասարակ չներկայացնես եւ վերջ փակ պայես։ Երբ նախապատրաստում էի մեր զրույցին, նաև ուսումնասիրում էի ձեր Facebook-յան էջը եւ հետեւյալ եզրահանգման եկա։ Դուք կարծես թե ներկայումս մի փոքր տխրություն էր նկատելի ձեր կյանքում։ Դուք բարբերաբար տեղադրում եք լուսանկարներ կամ մտքեր, որոնցից որոշակի առումով ընկճվածություն էր երևում։ Բայց միաժամանակ դուք կարծես թե ինչ-որ մի բանի սպասելիս լինեք։ Համենայն դեպս այդ ամենը անում եք շատ բաց եւ հետաքրքիր է, սա ընդհանրապես տպավորություն է, որը գուցե ես սխալվել եմ, թե իրականություն։ Չէ, ես ուրեմն կիսվում եմ ստատուսներով, հա, որոնք որ ճիշտ են, որոնք որ կյանքի հետ կապ ունեն եւ որոնք որ իմաստուն են։ Ես առհասարակ իմ բնույթով ռոմանտիկ մարդ եմ եւ այսպես մի փոքր թախից էլ կա ինձ մեջ։ Եվ սա ստատուսները ոչ բոլորը ինձ հետ կապ ունեն, իհարկե, ուղղակի ես սիրում եմ գեղեցիկ խոսքերով, իմաստուն խոսքերով կիսվել, որպեսզի մարդիկ էլ իմանան, կարդան, այսինքն սա ինձ պետք չէ ամբողջովին վերագրել։ Եվ տխրություն իհարկե կա, յուրաքանչյուրս էլ ունենում ենք ապրումներ, ունենում ենք նեղվածություն, հա, հիասթափություն կյանքի հանդեպ, բայց սա հաղթահարվում է եւ արդեն երբ որ ձեռք ես բերում այդ իմունիտետ ասվածը, հա, փորձում ես չկոտրվել կյանքում, բայց իհարկե ինձ մոտ նույնպես շատ լինում են պահեր, երբ նույն տխուր եմ լինում, հիասթափված եմ լինում, բայց սա կրում է արդեն իսկ ժամանակավոր բնույթ, որովհետև ես ինքս ինձ վրա միշտ փորձում աշխատել, որպեսզի լինեմ ուժեղ։ Այսինքն վերջին շրջանում իսկապես նկատել էր այդ։ Չէ, ես իրականում բոլորիս մոտ էլ որ առօրյայում լինում են, նույն ասենք հիասթափվածություն չգիտեմ, կարող է ինչ-որ գործի հետ կապված լինել, սա պարտադիր չէ անձնականին վերագրել։ Չէ, ես ամենևին չեմ վերագրում, պարզապես լինում են շրջաններ, երբ կարծես թե օրինակ այդ տխուր փուլը շատ ավելի շատ է լինում կամ հակառակը ուրախ փուլներ, գերիշխող լինում։ Ուրախ փուլերն էլ են շատ լինում, բայց սա ստատուսներից կախված չի, ես չեմ ստատուսները կապ չունեն այս ամենի հետ։ Ուղղակի լինում են եւ ուրախ եւ տխուր պահեր եւ սա պարտադիր չէ որ մարդիկ տեսնեն արտիստների մոտ, որովհետեւ օրինակ ես ինքս չեմ սիրում ցույց տալ, ես միշտ փորձում եմ, եթե անգամ նեղված եմ լինում, իմ ընկերները անգամ չեն նկատում սա։ Ես միշտ փորձում եմ ուրախ լինել, միշտ փորձում շփվել, միշտ փորձում, իհարկե ես իմ բնույթով մի փոքր ռոմանտիկ մարդ եմ, բայց սա Բայց այդ առումով փակ եք։ Այդ առումով ես փակ մարդ եմ եւ միշտ փորձում եմ տրամադրությունը պահել բարձր, որովհետեւ սա փորձում է կյանքում այս նույն ժպիտը, այդ դրական տրամադրվածությունը միշտ քեզ այդ դժվարություններից դուրս է բերում, հա։ Իսկ դժվար չէ ունենալ մեկ այլ ապրում, սակայն ցուցադրել լիովին այլ։ Ես կարծում եմ, որ եթե ուժեղ մարդ ես, տեսակով ուժեղանում ես, կյանքում միշտ
յուրաքանչյուր անգամ փոքր դժվարություն քեզ ուժեղացնում է։ Չկա մի դժվարություն, որ քեզ տրվի ուղղակի։ Ամեն դժվարություն իր հետ քեզ տալիս է փորձ։ Փորձ, որը որ քեզ ամբողջ կյանքում պիտանի է լինում եւ օգնում է ավելի ուժեղ ու դիմացկուն լինել։ Գիտեք, ռոմանտիկ մարդ լինելը դա չի նշանակում տխուր մարդ լինել, ուղղակի երևի ես կարծում եմ, որ բոլոր արտիստներն էլ էմոցիոնալ մարդիկ են լինում, չկա նման, ես չեմ ճանաչում արտիստ, որ էմոցիոնալ չլինի։ Եվ սա տանում է նրան, որ դու յուրաքանչյուր քո կյանքի թե ուրախ, թե տխուր իրադարձություն ընդունում ես ավելի էմոցիոնալ։ Ես փորձում եմ միշտ նայում եմ կյանքին լավ դրական աչքերով եւ բոլոր մարդկանց էլ նույնը ցանկանում եմ։ Ուզում եմ, որ բոլորը ժպտան, բոլորը սիրեն ու լինեն սիրված, որովհետև սիրված լինելը միշտ մարդուն օգնում է, որպեսզի կյանքին նայի դրական եւ լիարժեք աչքերով։ Շնորհակալ եմ անկեղծ զրույցի համար։ Կարծում եմ, որ շատերը այսօր ձեզ նորովի ճանաչեցին։ Շնորհակալ եմ, ես նույնպես շնորհակալ եմ ձեզ հրավերքի համար։ Ես կամ այնպեսին, ինչպեսին որ կամ։ Շնորհակալ եմ։ Եվ վերջում նկարահանման աջակցելու համար շնորհակալություն եմ հայտնում Արամիկ 42 կոտորակ 1 հասցեում գործող Նավավար ձկնալի ըմպելարանին։ Իսկ իմ արտաքին տեսքի համար շնորհակալություն Ստուդիո 212 էսթետիկայի եւ գեղեցկության սրահին։ Հասցե Թումանյան 12 կոտորակ 1 կհանդիպենք։ Հաղորդման գլխավոր հովանավորն է asecose.am կայքը։ Հաղորդման գործընկեր Նավավար ձկնալի ըմպելարան, հասցե Արամիկ 42 կոտորակ 1, առաջին հարկ, իսկական նավահանգստային միջավայր Լեռներում։ Հաղորդման գործընկեր Ժան-Պոլ էգզիստենցիալ սրճարան, հասցե Արամիկ 42 կոտորակ 1, երկրորդ հարկ, վայր, որտեղ գերակա է զրույցը, որտեղ արվեստն ու չարվեստը թափառում են սենյակից սենյակ։ Հաղորդման գործընկեր Անտիկյան ցուցասրահ, հասցե Պուշկինի 33 կոտորակ 21։